Եկեղեցին միասնական է եւ միական։ Աստվածօգնական վեհապար ես նախապես ներողություն եմ խնդրում այն հարցը, որ ձեզ պետք է տամ, բայց տևական ժամանակ մեր հանրային կյանքում զբաղեցրած հարց է, որի հետ կապված ես ուզում եմ ամեն դեպքում ձեր խոսքը լսել։ Իշխանությունը ինչից սկսվեց ամեն ինչ, կարող ենք շատ ավելի վաղուց սկսել, թե օրինակ ինչն էր խանգարում ձեր մեջ Նիկոլ Փաշինյանին կամ ձեր գործելավոճի մեջ Նիկոլ Փաշինյանին, բայց դա երկրորդ մասով կանրադառնամ հարցին։ Վեհապար, ինչի մեջ է ձեզ մեղադրում գործող իշխանությունը, ասում է դուք կուսակրոնության ուխտը խախտել եք, զավակուն եք։ Խնդրում եմ այս առնչությամբ ձեր գնահատականը, ձեր կարծիքը, որի մեջ մշտապես տևական ժամանակ այս իշխանությունը իր ներկայացուցիչներով խոսում է, հանրային կյանքում այդ հարցը մշտապես հնչում է։ Հիմա ուզում եմ ձեր խոսքը հնչի այդ առնչությամբ։ Եթե որևէ հանցանք եւ մեղք վերագրվում է որևէ եկեղեցականի, այն պետք է ներկայացվի համապատասխան ատյաններին եւ այնտեղ այդ հարցը քննության է առնվում եւ համապատասխան որոշում կայացվում։ Սա է սկզբունքը։ Որևիցե առումով ես ճիշտ չեմ գտնում, որ եկեղեցականները առանցին մեղադրանքների պետք է անդրադարձ կատարեն, պետք է պատասխաններ հնչեցնեն եւ այլն։ Մեկ ատյան կա։ Դա եկեղեցական ատյանն է, որտեղ եկեղեցականը բոլոր հարցերին կպատասխանի։ Լինեն դրանք արդար, թե զվարճական։ Եվ այդ ատյանը կորոշի իր մոտեցումը տվյալ անձի վերաբերյալ եւ նրան վերագրվող զանցանքների առնչությամբ։ Այնպես որ եթե այդպիսի մեղադրանք է հնչեցնում հայոց կաթողիկոսին, ուրեմն պետք է հարգի եկեղեցու կարգուկանոնը եւ այդ կարգուկանոնի համաձայն գործի։ Եվ խանգարելու հետ կապված։ Վեհապար, մենք հիշում ենք, որ երբ որ Նիկոլ Փաշինյանը իշխանության եկավ, առաջի այդ շրջանում գալիս էր ձեզ մոտ, գալիս էր խորհրդակցելու գուցե, չգիտեմ ինչու էր գալիս ամեն դեպքում։ Գալիս էր, մայրաթոր գալիս էր։ Հետո ուզում եմ հասկանալ, որ պահից խզում առաջացավ հայ եկեղեցու, վեհապարի եւ գործող իշխանության միջև։ Ինչից ծագեց, որն էր պատճառը, որ այդ անջրպետը առաջացավ։ Ինչպես գիտեք, տակավին 2018 թվականին, երբ իշխանության եկավ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, գլխավորությամբ դյար Նիկոլ Փաշինյանի, այդ շարժման ընթացքին արդեն ձևավորվեց հակաեկեղեցական շարժում հայոց կաթողիկոսի հրաժարականի պահանջով։ Եվ զավթեցին դիվանատան շենքը, զանազան գործողություններ իրականացրեցին, բայց հետո դադարեց այդ շարժումը։ Եվ ձևավորվեցին գործնական հարաբերություններ իշխանության հետ։ Կդժվարանամ ասել, թե ինչու եւ երբ հարաբերությունները լարվեցին եկեղեցու եւ իշխանության միջև։ Իշխանությունը ունի հստակ մի համոզում, որը արտահայտվել է եպիսկոպոսների հետ վարչապետի հանդիպման ընթացքին վարչապետի կողմից։ Այդ արտահայտությունը հետևյալն է. երբ եկեղեցին պատմության ընթացքին եղել է զորեղ, վտանգ է հանդիսացել հայոց պետականությանը։ Սակայն շարունակվել է մեր աշխատանքը, մեր գործունեությունը։ Եվ հանկարծ ինչ-որ պահի գործողություններ են սկսվել։ Եկեղեցու դեմ կիրառվել։ Ինչպես գիտեք, տարիներ առաջ
դուրս դրվեց կրթական ծրագրից հայ եկեղեցու պատմության առարկայի ուսուցումը։ Ամիսներ առաջ դադարեցվեց բանակում հոգևոր առաջնորդության գործունեությունը։ Խոչընդոտվեց եկեղեցու սպասավորների ծառայությունը քրեակատարողական հիմնարկներում։ Արգելվեց հեռարձակումը շողակաթ հեռուստատեսության։ Այս բոլոր դժվարությունները, չգիտեմ, եթե նաև ինչ-որ չափով պայմանավորված են մեր կողմից դրսևորված այն մոտեցման հետ, որ մենք Արցախից տեղահանված մեր զավակների իրավունքների պաշտպանության հարցն ենք բարձրաձայնում տարբեր մակարդակների վրա։ Ինչպես նաև գերեվարված մեր զավակների և մեր հոգևոր մշակութային ժառանգության ոչնչացման հարցերի առնչությամբ։ Կդժվարանամ պատասխանել։ Ապարտեր, մի քիչ ուզում եմ հետ գնալ և խոսել այդ հակաեկեղեցական շարժման հասարակական հիմքերի մասին, այսինքն արդեն ասվեց, որ միևնույն է հայ առաքելական եկեղեցին շատ բարձր ռեյտինգ ունի, միշտ ունեցել է և այսօր էլ ունի։ Այնուամենայնիվ անցած տասնամյակներում հասարակության մի մասի մոտ դժգոհություն էր առաջացել եկեղեցու նկատմամբ։ Մասնավորապես խոսվում է այն մասին, որ եկեղեցին պատշաճ ձևով չի անդրադարձել նախորդ իշխանությունների մեղքերին, օրինակ կոռուպցիային։ Այսինքն արդյոք չկա այս հակաեկեղեցական շարժման համար ինչ որ օբյեկտիվ հիմք։ Եկեղեցին միշտ էլ, եթե ակնառու երևույթներ են եղել խոցելի ազգային կյանքում, հանրային կյանքում, այդ խնդիրներին անդրադարձ կատարել է։ Այդ հարցերի առնչությամբ անդրադարձ է եղել անձնական հանդիպումների ժամանակ։ Սակայն երբ նման առիթներ այլևս վերապահված չեն եկեղեցուն, եկեղեցին հնարավորություն չունի այդ հարցերը ուղղակիորեն քննարկել երկրի իշխանավորի հետ, մենք այդ հարցերը բարձրաձայնում ենք։ Նախկին իշխանությունների շրջանին, ինչպես ասեցի, նման հարցերի անդրադարձներ եղել են։ Քննարկել ենք իրենց հետ, իրենց ուշադրության ենք բերել, որպեսզի այդ երևույթները շարունակություն չունենան մեր հանրային կյանքում։ Դուք ասացիք, որ եկեղեցին չի խառնվում քաղաքականությանը։ Ինչ գնահատական կտակ Բագրատ arczepiskopos Գալստանյանի 2024 թվականի գործունեությանը, որ նա փաստորեն ղեկավարում էր անդիմադիր կամ համենայնպես հասարակական շարժումը։ Դա օրենքով արգելված չի, սակայն կարծես թե դուրս է գալիս եկեղեցու պարտականության սահմաններից։ Բագրատ սրբազանի շարժումը սկսվեց Տավուշի շրջանում սահմանազատման, սահմանագծման գործընթացով պայմանավորված։ Երբ Գիրանցի ժողովուրդը ընդվզում ապրեց և ոտքի բարձրացավ, այդ հարցը քննարկվեց մեր եկեղեցականաց շրջանակում և Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ քաղաքական բնույթ չի կրելու շարժումը։ Եվ մենք Բագրատ Սրբազանին պատգամեցինք, որ այսպիսի իրավիճակներում առաջնորդը պետք է լինի իր ժողովրդի կողքին, հանդերձ գալու իր հավատավոր զավակների իրավունքների պաշտպանության դիրքերից։ Հետո շարժումը
որոշակի փոփոխություններ կրեց եւ Բագրատ Սրբազանը քաղաքական գործընթացների մեջ մտավ։ Այդ պահին մենք կասեցրեցինք իր հոգևոր գործունեությունը։ Հետո արդեն տեղի ունեցավ ձերբակալությունը Բագրատ Սրբազանի։ Բայց այն մեղադրանքները, որ Բագրատ Սրբազանի նկատմամբ առաջադրվում է, անհիմն են։ Մենք լավագույնս ճանաչում ենք Բագրատ Սրբազանին։ Նա հայրենասեր ազգանվեր եկեղեցական է։ Նախորդ տարի այս օրերին հենց սկսվեց ամենաակտիվ պայքարը Նիկոլ Փաշինյանի ընդդեմ եկեղեցու եւ այդ ժամանակահատվածում, երբ օրվա ընթացքում մենք